Արդեն 100 օր է, ինչ ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հենց այս խոսքը ներկայիս իշխանության համար հիմք դարձավ, որ ձերբակալեն գործարարին։ Ինչու նրանց հոգեցուն ցարեց այդ արտահայտությունը եւ ինչը ստիպեց բացահայտ գնալ քաղաքական հետապնդման ուղղությամբ։ Եկեղեցի Փաշինյան խորացող կոնֆլիկտի մեջ մեր ձևով արտահայտությունն իշխանության կողմից ընկալվեց որպես վտանգ։ Գործարարին հասցեագրված մեղադրանքը իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է։ Սկսվեց դատական գործընթացը։ Հուզարկություն նրա հարազատների բնակարաններում եւ իրեն պատկանող հետցում։ Միջազգային մամուլը գրեց. Սամվել Կարապետյանը հայրենիքում ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Միքայել arczepiskopos Աճապահյանի ձերբակալելու համար ԱԱԾ-ականները ներխուժեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարան։ Ի աջակցություն եկեղեցու Կարապետյանի համախոհները շտապեցին Էջմիածին։ Կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չի անցնել։ Էջմիածին գալը ճիշտ չի։ Կարապետյանի աջակիցների քանակը գնալով ավելացավ։ Նրա ընտանիքի անդամները, ընկերները եւ աջակիցները, որոնք մինչ այս քաղաքական գործունեությամբ իրենց վրա երբևէ ուշադրություն չէին հրավիրել, դուրս եկան պայքարի։ Պահանջը մեկն էր։ Կալանավորման ֆոնին Կարապետյանի վարկանիշը սկսեց աննախադեպ աճ ունենալ։ Հարցումներին մասնակցած քաղաքացիների 71.5%-ը Սամվել Կարապետյանին համարել է քաղբանտարկյալ։ Նույն կարծիքին են նաև միջազգային քաղաքական գործիչներ։ Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների եւ շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել, եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ Փաստաբաններն ապօրինի են համարում Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Պնդում են, նա ոչ թե իշխանությունը զավթելու, այլև ճիշտ հակառակը, եկեղեցի իշխանություն հաշտության կոչ է արել։ Բացատրում են, Կարապետյանն ասել է, եթե չլինի հաշտություն, ինքն իր միջոցներով կփորձի երկու կողմերին հաշտեցնել։ Կարապետյանի շահերը պաշտպանելու համար Հայաստան ժամանեց քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, ում սակայն չթույլատրեցին ոչ իր պաշտպանյալի հետ տեսակցություն ունենալ եւ ոչ էլ նիստերի դահլիճ մտնել։ Սամվել Կարապետյանին անհիմն մեղադրանքներով են անազատության մեջ պահում։ Այդ մեղադրանքները կոռեկտ չեն, թեև դրանք կազմել է հանրապետության գլխավոր դատախազը։ Բոլորը գիտեն, որ իմ պաշտպանյալն անմեղ է, որ սա քաղաքական գործ է։ Թույլ կառավարությունը փորձում է ուշադրությունը շեղել իր սխալներից, հարձակվելով եկեղեցու եւ այդ անմեղ մարդու վրա։ Չի կարելի արհեստական ինտելեկտի դարաշրջանը դիմավորել ցուցադրական գործընթացներով։ Attacks Jesus Christ and attacks this innocent man. Today is a shameful day for Armenia. Azatutun! 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 Դատական նիստը երկար տևեց, որովհետև բարդ է շատ աբսուրդի դեմ պայքարելը։ Մեղադրանքի հիմքում գոյություն չունի որևէ կոնկրետ ապացույց, որով կարող են փաստել կամ հիմնավորել, որ Սամվել Կարապետյանը կատարել է այս կամ այն հանցանքը։ Կարապետյանը ծննդյան 60-ամյակն անցկացրեց Մեկուսարանում։ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս հազարավոր մարդիկ Կարապետյանին շնորհավորանքները եւ քաջալերանքի խոսքերը հղեցին տեսաուղերձներով։ Մեկուսարանից պարբերաբար ուղերձներ հղելով հուլիսի 4-ին Սամվել Կարապետյանը խոսեց նաև քաղաքական կոնկրետ գործընթաց նախաձեռնելու մասին, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում։ Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր ուժ ձևավորելու եւ դրա շուրջ համախմբում ապահովելու մասին։ Ստեղծվեց մեր ձևով շարժումը, որը համակարգում է Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Հայ ազգը ձև ունի։ Մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը։ Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս եւ գործընկերներս հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման
հիմնադրման մասին։ Ներկայացվեց շարժման հիմնական 5 ուղղությունները, համապատասխան աշխատանքային խմբերով, տնտեսական հարցերով աշխատանքային խումբ, նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար, երիտասարդ ընտանիքների աջակցության հարցերով աշխատանքային խումբ, մեծ հայկական ընտանիք, արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբ, երիտասարդների աջակցության աշխատանքային խումբ, տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագիր, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ազգային արժեքների պահպանության աշխատանքային խումբ։ Մեկ ամսվա աշխատանքի արդյունքում 3000 կամավոր միացավ շարժմանը։ Մեր ձեւ շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք, գործազրկությունը այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել։ 3 միլիոնանոց մեր երկրում չի կարող լինել 500,000 մարդ աշխատանք չունեցող։ Ուղղակի պետք է արդյունաբերականացում լինի մեր երկրում, գործարաններ կառուցվեն այնտեղ, որտեղ ժամանակին եղել են, չեմ ասում նույն գործարանները, բայց նոր գործարաններ, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի ապրանքները ինքներս արտադրենք, քանի որ տարեկան 4 միլիարդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք։ Գյուղատնտեսության մեջ մենք աշխատում ենք մի կոնցեպցիայի վրա, որը կոչվում է մթերում։ Հիմնական խնդիրը Հայաստանի համար դա մթերման շատ ընկերությունների բացակայությունն է։ Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք արտանում են ապրանք, օրինակ Spike-ան եւ մյուս ընկերությունները իրենց պես պետք է լինեն տասնյակ ընկերություններ։ Եվ այդ դեպքում հայկական ապրանքը կլինի մրցակցային եւ գյուղացիները վերջապես կկարողանան թանկ վաճառել իրենց ապրանքը։ Բացի Երևանից, ռեգիոնների մեծ մասում մենք ունենք բնակության անկում եւ նաեւ ճունենք երկարաժամկետ զարգացում ապահովող տնտեսական նոր հիմնարկներ եւ նոր ինստիտուտներ։ Մեղրիում կստեղծվեն ջերմա էլեկտրակայաններ ման ընկերության տեխնոլոգիաներով մինչև $300 միլիոն ներդրումով եւ գազը վերամշակելով մենք կարողանանք այն վերավաճառել որպես էլեկտրականություն Պարսկաստանին։ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր գործարար Սամվել Կարապետյանը երկար տարիների գործունեության ընթացքում ստեղծելով աշխատատեղեր եւ մեծ ուշադրություն դարձնելով հայրենիքում տարատեսակ խնդիրների լուծմանը արդեն իսկ ուներ բարձր վարկանիշ, ինչը վախեցնող հանգամանք դարձավ աթոռը կորցնել չցանկացողների համար։ Այլ տարբերակում մեկ արտահայտությունը չէր կարող այդպես իրարանցում առաջացնել ներկայիս իշխանության մոտ։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Այսօր արդեն մեր ձևով շարժումը քաղաքական օրակարգ է թելադրում եւ հստակ քայլերով գնում դեպի երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու ուղղությամբ, հզոր պետություն կառուցելու տեսլականով։